Բարև ձեզ, Արարատ Նյուզի տաղավարում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության փորձագետ Արմեն Մամաջանյանը։ Բարև ձեզ, պարոն Մամաջանյան։ Բարև ձեզ։ Պարոն Մամաջանյան, առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են եւ ձեր ուժը քաղաքացիական պայմանագիրը ցանկանում է երրորդ անգամ արդեն երկրի ղեկավարել իր ձեռքը, ինչու պետք է քաղաքացիները եւս մեկ անգամ ձեզ վստահեն։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ասեմ, որ քաղաքացիական պայմանագիրը ներկա քաղաքական դաշտում գործող այն ուժն է, որը որ քաղաքացիներին վերադարձրել է իր ընտրության միջոցով լեգիտիմ իշխանություն ձևավորելու հնարավորությունը եւ անկախության պատմության մեջ չի եղել այդպիսի կառավարող ուժ, որը որ իրապես հիմնված լինի արդար եւ թափանցիկ ընտրությունների վրա։ Ինչ վերաբերում է մյուս արժանինքներին, քաղաքացիական պայմանագիրը, եթե հավասարների նշան դնենք այսպես ասած, հավասարազոր է խաղաղությանը, քաղաքացիական պայմանագիրն է երաշխավորում խաղաղությունը, քաղաքացիական պայմանագիրն է երաշխավորում երկրի ինքնիշխանությունը եւ հարատեվությունը։ Տեսեք, բայց ընդդիմադիր ուժերն էլ ոչ պակաս խաղաղության կողմնակից են, կան այդպիսի ուժեր։ Դե գիտեք ինչ, ընդդիմադիրները իրենք միշտ են փորձում իրենց ինչ որ շրջանակների մեջ դիտարկել, կար մի ժամանակ, երբ որ նույն մեր ներկա օրակարգին ծայրահեղ դեմ էին արտահայտվում մեր ընդդիմադիր գործընկերները, հիմա արդեն փորձում են իրենց տեղավորել նույն վերջերս օգոստոսի 8-ով հաստատված թրիփի տրամաբանության մեջ, ինչը շատ երկար տարիներ իրենք անվանում էին որպես Ադրբեջանին տրվելիք միջանցք։ Ուղղակի հիմա պնդում են, որ նաև այլ երկրներ պետք է ներգրավեն։ Դե, հա, հիմա արդեն փորձում են տարբեր փաթեթավորումներ, այսպես ասած, ներկայացնել իրենց տեսլականներին։ Նարեկ Կարապետյանը թվեր էր հրապարակել ինչ-որ սոցհարցման, որ Սամվել Կարապետյանը 34% ձայն կհավաքի, Նիկոլ Փաշինյանը 33, չնայած Սամվել Կարապետյանը վարչապետի թեկնածու չէր կարող լինել։ Այնուամենայնիվ, որն է ձեր արձագանքը։ Կարծում եմ, որպես այդպեսին լուրջ արձագանքել անհրաժեշտ չէ, որովհետև Նարեկ Կարապետյանը վերջերս որքանով որ ես եմ հետևել իր հրապարակած թվերին, այնպիսի թվեր է հրապարակում, որ ուղղակի իրատեսական չեն կարող լինել իրականությանը համապատասխան։ Ձեզ ոչ միայն Նարեկ Կարապետյանը, առհասարակ ընդդիմադիր տարբեր շրջանակներ մեղադրում են Հայաստանի գյուղերը դատարկելու, դպրոցներ ու մանկապարտեզներ քանդելու, փակելու մեջ, նաև գործազրկությունն է նշվում։ Կարող են քննադատել իհարկե մեր ընդդիմախոսները քննադատելու համար են, բայց այսպես ասեմ, ուղղակի ես մի քանի տվյալ եմ իմ մոտ նշել գյուղերը դատարկվելու մասով, այս մեր իշխանության օրոք է, որ սահմանամերձ գյուղերում պետական ծրագիր է իրականացվում բնակարանաշինության եւ որի ընթացքում արդեն Հայաստանում կառուցվել է 2242 տուն։ Այդ 2242-ի մի մասը արդեն իսկ կառուցված, մնացած մասը կառուցման փուլում են, պետք է որ արդեն այս թվերը ավելացված լինեն եւ ինչքանով որ ես եմ տեղյակ քննարկվում է նաև այս ծրագիրը վերաբացել։ Մեր ընդդիմախոսները մեզ մեղադրելով մոռանում են, որ նույն Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին էր, որ Սերժ Սարգսյանը խորհուրդ էր տալի մարդկանց գյուղերից տեղափոխվել, այդ նույն գյուղերում դպրոցներ փակել, սակայն մեր իշխանությունը իրականացնում է 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ծրագիրը, որի արդյունքում այդ նույն սահմանամերձ գյուղերում, մնացած գյուղական բնակավայրերում կառուցվում են եւ 0-ից եւ եղածը վերանորոգվում է շուրջ 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ։ Ես եւս մեկ տվյալ նշեմ, որ արդեն իսկ կառուցված կամ վերակառուցված է 110 դպրոց եւ 26 թվականի ավարտին ընդհանուր կառուցված եւ վերակառուցված դպրոցների թիվը լինելու է շուրջ 308, որից 139 լինելու է նոր դպրոց, 169 վերանորոգված, բայց կապիտալ վերանորոգում իրականացված, շուրջ 500 մանկապարտեզներ եւ նախակրթարաններ կառուցման եւ վերանորոգման փուլերում են ամենատարբեր։ Կարծում եմ այս ամենը ցուցիչ է մեր իշխանության վերաբերմունքի մեր գյուղական բնակավայրերի, մեր սահմանամերձ գյուղական բնակավայրերի հանդեպ ունեցած
վերաբերմունքի, այսպես ասած։ Տեսեք, իրենք դա մեկնաբանում են որպես նախընտրական քարոզչություն ասեմ, թե ինչ ասեմ, պնդում են, որ դա արվում է ընտրությունների համար թվեր ցույց տալու։ Դե կներեք, ասենց ասեմ, այս մեր նշված բոլոր այս ծրագրերը, որոնք որ իրականացվել են, այնպես չի որ սկսվել են նախընտրական տարում, մեր իշխանության ամենասկզբնական շրջանից մեկնարկել են ամենատարբեր պետական ծրագրերը։ Ես մի հատ թիվ էլ նշեմ այդ մեր իրականացրած ծրագրերի շուրջ 2018 թվականից մինչ օրս Հայաստանում հիմնանորոգվել կամ կառուցվել է 4735 կիլոմետր ճանապարհ, որը իր տնտեսական էֆեկտն է տվել, այսպես ասած, մեր երկրին, մեր բնակչությանը, ու հաստատ այս 4735 կիլոմետր ճանապարհը կամ 25 թվականին կամ 24 թվականին չի կառուցվել, այս տարիների ընթացքում է կառուցվել։ Բայց ինչու ճանապարհներ կառուցել, Նարեկ Կարապետյանը ասում է, որ պետք է գործարաններ կառուցել պետություն։ Ես այսպես ասեմ, չեմ ցանկանա հակադարձեմ Նարեկ Կարապետյանին, որովհետև եթե հակադարձեմ Նարեկ Կարապետյանին, ապա մեր այս հարցազրույցը կտեղափոխվի մեկ այլ հարթություն, որովհետև շատ այսպես ասած անեական ինչ-որ բաներից է խոսում Նարեկ Կարապետյանը, այնտեղ 300,000 նոր աշխատատեղեր է բացում, չգիտեմ, կներեք, առհասարակ պետությունը կարող է խառնվել ու գործարաններ ինքը կառուցել, դա տրամաբանական։ Իհարկե, այսպես ասեմ, պետությունը ոչ թե ինքը պետք է գործարաններ կառուցի, այլ պետությունը պետք է միջավայր ստեղծի, որպեսզի բիզնես ներդրողները գան եւ Հայաստանում կառուցեն այդ գործարանները։ Ընդդիմադիր շրջանակները նաև պնդում են, որ ապաշրջափակումը օգուտ է տալիս Ադրբեջանին, այսինքն մենք դիզվառելիք ենք գնում եւ զինում Ադրբեջանի բանակը, սրա մասին ինչ կասեք։ Դե գիտեք ինչ, մենք հիմա ապրում ենք խաղաղության օրերում եւ որդեգրել ենք խաղաղության քաղաքականությունը, մենք կողմնակիցն ենք հարատև խաղաղությանը եւ պարզապես չի կարող այդ հարատև խաղաղության պայմաններում տնտեսական փոխգործակցություն չլինել։ Այսինքն գալու է ինչ-որ մի պահ, որ Ադրբեջանը նույնպես մեզնից գնելու է, ենթադրենք, գյուղատնտեսական ինչ-որ ապրանքներ կամ նույն հոսանքի էլեկտրաէներգիայի ոլորտում է համագործակցելու մեր հետ, տրանսպորտային կապողների շրջանակում է համագործակցելու, այնպես որ ինքը նորմալ գործընթաց է, որը որ ժամանակի ընթացքում հետզհետե մեր քաղաքացիները իրենց հերթին, Ադրբեջանի քաղաքացիները իրենց հերթին կադապտացվեն գործընթացին։ Տեսեք, երբ օրինակ հանրային տրանսպորտից օգտվում եմ, այսպիսի լուրեր եմ լսում, որոնք իհարկե նաև հենց լուրերի մեջ ես ինքս եմ կարդում, որ օրինակ կաթողիկոսին ընտրելու է Էրդողանը, ձեր իշխանությունը ցեղասպանության հուշամալիրը քանդում է, կամ ադրբեջանցիները արդեն ազատ շրջում են Հայաստանում։ Նայեք, նախընտրական տարի է, նորմալ է, որ այդ հիբրիդային պատերազմի գործիքները կիրառվում են Հայաստանում, բայց մի այսպիսի հանգամանք, որ այս տարիների ընթացքում մեր հասարակությունը արդեն իսկ կարողացել է ձեռք բերել դիմադրողականություն այդպիսի, այսպես ասած, թրիգերների հանդեպ եւ կարծում եմ այդքան էլ լայն արձագանք չի ստանում ընդդիմության կողմից դաշնետված այդ հիբրիդային պատերազմի գործիքները, նույն ադրբեջանցիների մասով, որ մեր հանրապետությունում շրջում են, լինում են դեպքեր, երբ որ Իրանի քաղաքացի, բայց ազգությամբ ադրբեջանցի լինում է Հայաստանի տարածքում, սակայն մենք ունենք հատուկ ծառայություններ, ովքեր որ իրավիճակին լիովին տիրապետում են եւ այդ ամենը իրենց վերահսկողության տակ է, բայց միևնույն ժամանակ ասեմ մեկ բան, որ մեր որդեգրած քաղաքականության շրջանակներում այն է խաղաղությունը, հարատև խաղաղությունը, գալու է ինչ-որ մի պահ, որ մեր Հայաստանի քաղաքացիները նույնպես կարողանալու են շրջեն Ադրբեջանում որպես տուրիստի կարգավիճակով եւ հակառակը ինքը նորմալ գործընթաց է ու կարծում եմ սրանից որևէ վատ հետևություններ անել պետք չէ։ Նաև մեղադրում էին ցեղասպանության հուշամալիրը քանդելու մեջ այդ մասով։ Ցեղասպանության հուշամալիրը քանդելու մեջ կարծում եմ արդեն իսկ բավարար չափով հիմնավորումներ տրվել են,
բազմիցս հրապարակումներ արվել են, որ պարզապես այնտեղ վերանորոգման աշխատանքներ են կատարվում ու այս հարցին էլի ինչ որ այդպես խոր արձագանքել անհրաժեշտ չէ։ Ձեր իշխանությանը մեղադրում են հակաքրիստոնեական քարոզությունը իրականացնելու, այսինքն Գարագին բի հեռացումը, դա հակաքրիստոնեական արշավ է, ու նաև նշում են, որ վարչապետը քեֆ է անում նկատի ունենալով վարչապետի այդ համերգը, իսկ մարդիկ աղքատության մեջ են։ Արձագանքեմ նախ եկեղեցու հետ կապված, գիտեք ինչ, այստեղ մի թյուրըմբռնում կա, որ անձերին նույնացնում են եկեղեցու հետ։ Եկեղեցին մեր դարերի պատմություն ունեցող կառույցն է, մեր սրբության սրբոցն է, մեր պատմական գերագույն արժեքն է, բայց այս պահի դրությամբ եկեղեցում են մարդիկ հայտնվել, ովքեր որ խեղաթյուրել են եկեղեցու այսքան անցած ճանապարհը եւ իհարկե Կտրիչ Ներսիսյանի մասին է խոսքը, ով որևէ, այսպես ասած, առնչություն չունի հոգևոր գործունեության հետ, որը որ պետք է իրականացվի։ Ես պարզապես չեմ կարող հիշել մեկ երկրի ղեկավար, ով կարող է պարզապես կանգնել եւ սաղմոս արտասանել, նույնիսկ բոլորիս հայտնի է, որ նույն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայր մեր այսպես ասած չէր կարողանում արտասանել, ուստի ոչ մեկ չի կարող մեր իշխանությանը մեղադրել եկեղեցու դեմ տարվող արշավի մեջ, որովհետև մենք սատար ենք մեր եկեղեցուն, մեր պայքարը մեր եկեղեցու համար է եւ անձերի դեմ պայքարը չպետք է նույնացնել եկեղեցու հետ։ Տեսեք, այնուամենայնիվ եպիսկոպոսած ժողով պետք է Հայաստանից դուրս տեղի ունենա եւ վերջին օրերին 6 թե 7 եպիսկոպոսի մեղադրանք առաջադրվեց։ Հիմա ձեզ մեղադրելու են, որ փորձում եք տապալել այդ ժողովը։ Գիտեք ինչ, կոնկրետ այդ գործունեության հետ կապված ինչ որ տանում է Կտրիչ Ներսիսյանը, որ փոխարեն նրա որ որպես կարգն է Հայաստանում անցկացնի եպիսկոպոսած ժողովը փորձում է այլ երկրում անցկացնել, դա նույն այն մեր շարժմանը միացած եպիսկոպոսներն էլ եւս իրենց հերթին հիմնավորել են, որ որևէ ձև չի գտնվում եկեղեցու կանոնի տրամաբանության մեջ, մնացած մասով թե ինչ քրեական գործեր են հարուցվել կամ ինչպիսի գործերով են անցնում ձեր նշած եպիսկոպոսները, ես չեմ կարող մեկնաբանել, մնաց թե ինչու մեզ կմեղադրեն, գիտեք ինչ, մեղադրելը դա դեռ չի նշանակում, որ համապատասխանում է այդ մեղադրանքի իրականությանը, նույն էլի հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ հնարավոր է փորձեն ցեխ շպրտել, բայց ասեմ որ չի ստացվելու։ Իսկ սպասվող ընտրություններում դուք ինչ արդյունք եք ակնկալում։ Ես ակնկալում եմ քաղաքացիական պայմանագրի հաղթանակը միանշանակ, ես տոկոսների կամ թվերի մեջ չեմ մտնի, այդ դաշտ չեմ մտնի, ձևավորվելու է ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանություն եւ որը երաշխավորելու է Հայաստանի հարատեվությունը, որը երաշխավորելու է խաղաղությունը եւ տարիների ընթացքում Հայաստանը դարձնելու է իրապես ծաղկուն երկիր։ Եթե նույնիսկ դա այդպես լինի, հանրային որոշակի շրջանակներում կա մտահոգություն, որ կրկին նախկին ներկա այդ խոսակցությունը շարունակվելու է ազգային ժողովում։ Քանի որ քաղաքացիական պայմանագիր, ինչպես որ նշեցի, երաշխավորն է թափանցիկ եւ արդար ընտրությունների, այդ նույն թե ովքեր կհայտնվեն ազգային ժողովում եւ ինչ քանակի մանդատներ կունենան ազգային ժողովում, որոշողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքը կարտահայտվի հունիսի 7-ի ընտրություններով։ Այսքանը պարոն Մամաջանյան, շնորհակալ։ Շնորհակալ եմ։